Եթե համալսարանն ավարտելուց հետո երիտասարդը չի աշխատում իր մասնագիտությամբ, այդ դեպքում այդ կրթության արժեքը ո՞րն է։ Եթե երիտասարդը ավարտում է համալսարանը, բայց չի աշխատում իր մասնագիտությամբ, այդ կրթության արժեքը ո՞րն է։ Այսօր Հայաստանում հազարավոր երիտասարդներ ունեն դիպլոմ, բայց չեն կարողանում աշխատել իրենց մասնագիտությամբ։ Պաշտոնական տվյալներով երիտասարդների գործազրկությունը մոտ 25% է։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 4 երիտասարդից մեկը աշխատանք չունի, իսկ շատերն էլ ստիպված են աշխատել այն ոլորտներում, որոնք որևէ կապ չունեն իրենց ստացած կրթության հետ։ Այսինքն տարիներ ենք ծախսում սովորելու վրա, ընտանիքները վերջին միջոցներն են տալիս երեխաներին համալսարան ուղարկելու համար, բայց վերջում ստացվում է, որ դիպլոմը կա, աշխատանքը ոչ։ Սա տնտեսության կառուցվածքի խնդիր է։ Եթե տնտեսությունը չի ստեղծում որակյալ աշխատատեղեր ինժեներների, ծրագրավորողների, բժշկի կամ գիտնականի համար, համալսարանները վերածվում են սովորական դիպլոմ արտադրող գործարանների։ Աշխարհի զարգացած երկրներում դա այլ կերպ է աշխատում։ Գերմանիայում, Ֆինլանդիայում, Հարավային Կորեայում կրթությունը կապված է աշխատաշուկայի հետ։ Ուսանողը դեռ սովորելու ընթացքում գիտի, որտեղ է աշխատելու նա ապագայում։ Հայաստանում էլ պետք է նույնը լինի։ Պետք է կրթությունը կապել տնտեսության զարգացման հետ։ Պետք է զարգացնել տեխնոլոգիաները, արդյունաբերությունը, գիտությունը, ստեղծել հազարավոր լավ վարձատրվող, բարձր վարձատրվող աշխատատեղեր, որպեսզի երիտասարդի դիպլոմը դառնա ոչ թե թղթի կտոր, այլ իրական հնարավորություն, որովհետև եթե երիտասարդը չի կարող իր գիտելիքով ապագա կառուցել Հայաստանում, նա այդ ապագան փնտրելու է արտերկրում։ Մենք ուզում ենք փոխել այս իրականությունը, որովհետև մեր մոտեցումն է տալ մարդուն հնարավորություն, որ պետությունն ունենա ապագա։ Երբ քաղաքացին ունի արժանապատիվ աշխատանք, կայուն եկամուտ եւ վստահություն ապագայի նկատմամբ, այդ ժամանակ է կառուցվում ուժեղ պետությունը։